Շանթ հեռուստաընկերությունը և Funnyman Production-ը ներկայացնում են։ Առաջին անգամ Հայաստանում կմեկնարկի իր տեսակի մեջ եզակի հումորային նախագիծ։ Ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներ, հարյուրավոր հայտեր Հայաստանից և Արցախից, նախընտրական փուլեր։ Եվ այդ ամենի արդյունքում 24 մասնակից թիմեր այսօրվանից սկսում են պայքարը Հայաստանի հումորի յուրատեսակ առաջնությունում։ Անցնենք կանոնների։ Տաղավարի այս հատվածում ժյուրիի տեղն է։ Նրանք 6-ն են։ Կամ էլ 7-ը։ Մրցույթային փուլը սկսում ենք 1/8 եզրափակչից։ Այս էտապում առաջ անցնելու համար մասնակիցներին անհրաժեշտ է ստանալ ժյուրիի առնվազն 4 անդամների համաձայնությունը։ Իսկ կատարվում է դա հետևյալ կերպ։ Եթե թիմի ելույթը դուր է գալիս ժյուրիի անդամին եւ նա կողմ է, որ մասնակիցը շարունակի պայքարը 1 միլիոնի համար, ապա նա կանգնում է եւ ծափահարում։ Դա կարելի է անել ինչպես ելույթի ընթացքում, այնպես էլ դրա ավարտից հետո։ Եթե ժյուրիի մոտ ոչ ոքի է, այսինքն կողմ են 6-ից 3-ը, ապա թիմը հայտնվում է սպասման ռեժիմում։ Այդ կարգավիճակում գտնվող թիմերի հետագա ճակատագիրը նախագծում պարզ կդառնա այս փուլի վերջին խաղային օրվա ավարտին։ Մեր նախագծում մասնակցության սահմանափակումներ չկան։ Միակ պայմանը լավ հումորն է, իսկ ինչ է սպասվում նախագծի հաղթողին։ 1 միլիոն դրամ և իրավունք մասնակցելու Շանթ հեռուստաընկերության նախագծերին։ Բարի գալուստ հումորի լիգա։ Կարծես թե սկսում ենք հումորի լիգան և այսօր մեր առաջին օրն է, այսօր առաջին 1/8-ն է և ես ուզում եմ, որ դուք այնպես ծափարեք, որ մենք հասկանանք, որ Արմագեդոնը այստեղ է, բայց պոզիտիվ Արմագեդոնը։ 3 ու 4.5 հումորի լիգան սկսվում է։ Իսկ հիմա շատ կարևոր պահ, եկավ այն պահը, որին ես սրտատրոփ սպասում էի, քանի որ այսքան խոսում եմ ժյուրի, ժյուրիներ, ժյուրիկներ, ժյուրիհուներ, ժյուրահերներ։ Հիմա ես կփորձեմ նրանց ներկայացնել, տիկնայք և պարոնակ, մեր ժյուրին, ուրեմն կազմում են արդեն տեսնում եք 3 գեղեցկուի, որոնք որ ոչ միայն իրենց գեղեցկությամբ, այլ իրենց անցած ճանապարհով և ուղիով ապացուցել են, որ ժյուրին նաև կարա լինի գեղեցիկ։ Եվ բացի դրանից գեղեցկությունը նաև ունի ինչ-որ հումորի դրսևորումներ։ Պարզ է, չէ՞։ Պարզ է։ Ծափարում ենք մեր գեղեցկուներին։ Եվ նրանց կողքին և անգամ մեջտեղում կան տղամարդիկ, ջենտլմեններ, որոնք որ բոլոր իմ ասածների հետ համաձայն են, ով որ համաձայն չի, տղեկ ջան, հետո անգարների մոտ կարող ենք սյոմքից հետո հանդիպել, բայց մի մոռացեք, որ ես զբաղվել եմ ջյուդոյով և ունեմ ուժեղ ընկերներ։ Այսքանը։ Դե ինչ, տիկնայք և պարոնայք, սկսենք ներկայացնել մեր ժյուրիի անդամներին։ Հումորը լինում է նուրբ, ուղղակի հումորը լինում է նուրբ և վերջ։ Լավ։ Հումորը լինում է նուրբ։ Դերասանուհի, հաղորդավարուհի Լուիզա Ներսիսյան։ Հումորը լինում է պարզ ու միամիտ։ Դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյան։ Հումորը ունենում է աշխարհաքաղաքական առանձնահատկություններ։ Դերասանուհի, երգչուհի Թամարա Պետրոսյան։ Նույն ինքը տոմը չկա, կարելի այդպես ասել, եթե իհարկե դուք ծնունդով Արցախից եք, լի։ Okay. Կամ ունեք կին Արցախից ծնունդով։
եւ զոքանջ։ Հումորը լինում է ժամանակակից եւ երաժշտական։ Իհարկե, երգիչ Նարեկ Մեծ Հայկ։ Հին ու բարի հումոր։ Հումորիստ, շոումեն Արման Գևորգյան։ Ահա, թե ինչպես պետք է հագնվի շոումենը։ Ոչ թե ահա։ Եվ լավ հումորին պետք են մարդիկ, ովքեր դեր կկանգնեն ու առաջ կտանեն այն լավ հումորը։ Հասկանում եք, չէ՞ ու մասին է խոսքը։ Դե ինչ, տիկնայք եւ պարոնայք, Funman Production-ի տնօրեն Արամ Մելիքյան եւ հումորի լիգայի նախագծի պրոդյուսեր Արմեն Սուքյասյան։ Ինչ-որ մարդկանց թվում է, որ սեղաններն են պակաս, իրականում ոչ։ Ժյուրիի բոլոր անդամները միջև այն երկու անձնավորություններ ունեն մեկական ձայն, իսկ այն երկու անձնավորությունները իրար հետ ունեն մեկական ձայն։ Այսինքն կես մարդ են։ Եվ եթե օրինակ Արմենը կանգնեց, իսկ կողքի նստած Արամը չկանգնեց, ուրեմն դա առհասարակ ձայն չի։ Ախր կես մարդը ոնց կարող ունենա մեկ ձայն։ Ճիշտ է, չէ՞։ Այսինքն, եթե տղաները երկուսով կանգնեցին, մի ամուր ուժերով, քանի որ մենք Եվրոպա ենք սլանում, երկուսով կանգնեցին, ուրեմն ամեն ինչ նորմալ է եւ ձայն կա։ Եթե երկուսով նստած են կամ մեկնականգնած, դա էական չի։ Մեկը մարդ չկա այնտեղ։ Հասկանալի է, չէ՞։ Տիկնայք եւ պարոնայք, պաշտոնական մասը ավարտված է եւ մենք սկսում ենք հումորի լիգան Շանթի եթերում։ Եվ ժամանակն է ձեզ ներկայացնել մեր առաջի մասնակցին, ուշադրություն դեպ էկրան, գնամ տղեքի հետ խոսալու։ Հրավիրված եք, տղաներ։ Բարև ձեզ, ինչպես եք։ Շնորհակալություն, լավ։ Որտեղից եք, ձեր թիմի անունը։ Եկել ենք Արցախից, թիմի անունը Հարսանիք Լեռներում։ Շատ բարի, ինչպես է Արցախում իրավիճակը։ Շատ լավ, շնորհակալություն։ Նորմալ ամեն ինչ։ Ամեն ինչ լավ։ Փառք Աստծո։ Դե ինչ, ում եք ուզում հայտնել շնորհակալություն։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության աջակցելու համար։ Կարծես մարդ չմնացել Արցախում, բոլորին բարևեցինք։ Հաղթելու եք։ Բա ինչ, անպայման։ Իհարկե։ Ճիշտն ասած, մենք մեր մարդու ունենք ժյուրիում։ Տոմ, հունցուս, լավուս, դե խոխեք, կեցեք։ Լավ, շնորհակալություն ձեզ, լավ։ Արցախցի Տոման ժյուրիի 6 անդամներից մեկն է։ Չի էլ թաքցնում, որ համայերկրացիներին է պաշտպանելու։ Դե արի հասկացի, հումորը թե լուրջ է ասում, կամ էլ հումորի զգացումը նաև սեփական հումորի զգացումի հանդեպ է։ Միանշանակ, իհարկե, ես դրա համար էլ ես ժյուրիի անդամ, այսքան որ խոսում եմ այդ հեչ։ Ես այնտեղ եմ, որպեսզի զեմլյակներից առաջնանք։ Դե նախնական էլի։ Սորվա հետի այսքանը վեճ միտեղ քինյակ վեճ։ Մի քանի րոպեից հետո մենք ետ ընկել։ Ой, привет, ոնցս մուա բաբոն քիմատա։ Բարի երեկո ձեզ, բարի երեկո։ Ժողով ջան, մի անգամից մի հարց ունեմ էլի ճշտելու։ Այդ ճիշտ է, որ երկրում նորից իրավիճակա փոխվել, հա։ Վարչապետը հրաժարական է տվել։ Իրոք։ Հա։ Մի րոպե եսակեմ, տեղը ազատվի։ Արի։ Ժողով ջան, մի անհանգստացեք։ Իրականում մենք ոչ մի տեխնացություն չենք ուզում առաջադրել։ Ճիշտ է, ձեր մոտ կարող է դեժավյու լինի, ասեն, էլի Ղարաբաղից երկու հոգի եկել կանգներ, խոսում են, իսկ դուք նստած լսում եք։ Բայց ասեմ, ի տարբերություն նախորդների, մեր այստեղ մնալը կախված է ձեզանից։ Ժողով ջան, ծանոթացեք, սա Արտուրն է, ինքը Արցախից է, բայց ինչպես տեսնում եք, վերջի 5 տարիներին ապրել է Երևանում։ Համել ոնց տենում եք Արտուրը Ողնաշարի հետ լուրջ խնդիրներ ունի, էլի։ Հələ մի րոպե։ Արտուր, ես ինչա վիճակդ, ես ինչա տեսքդ, ես դուրիվ Երևանցի ես դարել, ես միջիդ Ղարաբաղցին հրաժարական ա տվել։ Արա, դու հմանչում ես եկած խախեն պրիշակումը քեզ ոնց ստամ, վախն ես ետեղացքին այդ հայդրուց ծակուրա խաշմելիկումը դուսկան ռխմրախը ճիրանին։
Վայ մորս Սարևես ինչ է ասում։ Okay Google։ Translate։ Հասմա translate։ Արասմ հայդուտա խաշմերիկում ծակորա խաշմերիկում գլախեն դուս կարախը ջուրան է։ Վախ մոր Սարևեսի եմ չու ասում։ Դոլսի այ Ղարաբաղցու պրոբնիկ։ Տո այ խադունոկի տես դրայվ անող։ Տո այ լիդուշիկի ֆանատ։ Լիդուշիկի ֆանատ։ Ո՞վ է լիդուշիկի ֆանատը։ Էդ ուզում ես ասես մեծերի աշխարհում ես իմ տեղը չեմ գտնում։ Նայ շատ զբաղված եմ գործերով, թաչի կտամ կջարդե մռթիկը քո համով հոտով։ Բայց այդ Սիլվա Հակոբյանի երբնա։ Հա կապ չունի կտամ կջարդե մռթիկը քո համով հոտով, աչուկների քո փայլը։ Քեզ անգամ քո հեքիաթում կժտ անգամ չար գայլը։ Վայ հորս Սարևեսի չեր եմ խոսում։ Տիկ ցավը տանեմ, բայց ինչ վատա, որ դու քո տարիքի համեմատ մի քիչ ավելի փոքր ես երևում, ահավոր շատ։ Ախպեր գիտես հեշտ է հավերժ երիտասարդ։ Ես 28 տարեկան մեծ տղա եմ, բայց երբ որ գնում եմ խանութ սիգարետ առնելու, ես պիտի պասպորտս ցույց տամ, որ սիգարետը տան։ Գնում եմ ալկոհոլ առնելու, պիտի պասպորտս ցույց տամ, որ ալկոհոլը տան։ Գնում եմ լևի, պիտի պասպորտս ցույց տամ, որ պասպորտս ցույց տամ։ Հələ այդ ինչա։ Ես իմ առաջի համբուրի ժամանակ պասպորտս ցույց տվի։ Սոցքարտս, ժեկից թուղթ, վայնկոմատի սպրավկա։ Ու այդ հələ պամիդորի վրա փորձեր էի անում։ Տիկ հալալա ցավը տանեմ, ես վեկալ։ Էս ինչա։ Սոսկե տանգե վեկալ։ Ուրեմն սովորական դեպք Արցախյան ընտանիքում։ Մամ։ Իսկ ճիշտ է, որ ինձ արագիլն է բերել։ Չէ, բալես։ Իսկ ճիշտ է, որ ինձ կաղամբի միջից է գտել։ Չէ։ Բա որտեղից եմ ես։ Բալես քեզ Աստված է ստեղծել։ Մերսի, կյանքս, մերսի։ Իսկ մենք շարունակում ենք դեպք Արցախյան հիվանդանոցում։ Հարայլա ուշաց է, սկալպել, պինցետ, լանցետ, սկալպել ընկա բամբակ, վաֆլի, միատև սկալպել, ճարել եմ, տեղը ճարից ես, Բայց ես ինչ արի։ Մեծ սիստրավի բան արա, չգիտեմ, էլիշ կտրիմ, կորցնում եմ ծով, հլսա կորցնում։ Всё, հետ բերինք, մալացես, ապրես։ Եվ այսպես եկեք Հարգելի հանդիսատես, մեր հաղորդավարի մտքերը ժամանակով երբես զբաղված են, խնդրում ենք մի փոքր սպասել։ Հաղորդավարի մտքերը ազատվել են, շնորհակալություն սպասելու համար, ձեր ծափահարությունները մեզ համար շատ կարևոր են։ Եվ այսպես եկեք տեղափոխվենք Ստեփանակերտի փողոցներից մեկը։ Տիկ, դու ինձ սիրում ես։ Հա։ Շատ։ Հա։ Դե որ սիրում ես մի հատ պաչի։ Հակշվել ես աղջի։ Ոնց թե պաչի։ Ես ես քանի անգամ ասեմ, փողոցի մեջ չեմ համբուրելու։ Մի բանը քանի անգամ կարելի ասած, ես փողոցի մեջ չեմ համբուրվելու։ Տիկո ջիգեր պարիոր ցավը տանի։ Ոնց եմ ես քեզ նախանձում։ Դիգիբել։ Դե ինչ, իսկ մենք շարունակում ենք կներեք, հելի, ապրես։ Առողջություն աղբերս, երջանկություն քեզ ցավդ տանը։ Ապրես։ Անկանում եմ, որ միշտ երջանիկն ես դու, երեխեքը, թորները, ծորները, կորները։ Ապրես։ Ամենալավն ես ու Արտել եմ ատայքեր Աղգետ է տեսելու Անուն հոր և որդու Ստոպ! Հիմա դուք պատկերացնում եք ինչ է կատարվում Արցախում գրիպի էպիդեմիայի ժամանակ։ Դիգիբել։ Դե ինչ, իսկ հիմա տեղափոխվենք Արցախ հարսանիք։ Որդյակս տեր ես։ Այո տեր եմ։
Դուստր իմ հնազանդ ես։ Հնազանդ եմ։ Դե իմը ամփուրվեք։ Լավ էլի տեր հայ 1000 անգամ ասել եմ փողոցում չեմ ամփուրվելու։ Գոնե աչս։ Diggy Ben. Բակո Սահակյանի եւ Նիկոլ Փաշինյանի ոչ ֆորմալ հանդիպումներից մեկում։ Բարև, պարոն Փաշինյան, ինչպես եք։ Լավ, շատ լավ, նստեք, խնդրեմ։ Այ, պարոն Փաշինյան, ինչպես է ստացվում, որ ձեր մոտ ամեն ինչ շատ լավ է ստացվում։ Շատ լավ է լինում։ Ասեմ։ Օրինակ, եթե ինչ-որ նախարար կամ դեպուտատ իրան չի արդարացնում, ես իրան աշխատանքից ազատում եմ, դուք էլ նույն խորհուրդ կտամ, տենց արեք։ Պարոն Փաշինյան, ուղղակի մեր մոտ ընդունված չէ էլի բարեկամներին գործից ազատել մի անհարմար։ Հասկանալի, լավ։ Իսկ պարոն Սահակյան ջան, ես մի հատ առաջարկություն ունեմ, որից դուք չեք կարող հրաժարվել։ Խի դուք ուրիշ առաջարկություններ եք ունենում։ Համել պարոն Սահակյան, ինչի՞ չեք դուք լայվ մտնում, ուղիղ եթեր։ Խի, Одноклассникում լայվ կա։ Կատակ եմ անում։ Լավ։ Պարոն Փաշինյան, 2019 թվականին Արցախում կկայանա ֆուտբոլի չճանաչված պետությունների միջև առաջնություն, աշխարհի առաջնություն։ Ինչ կլինի, եթե դուք Հենրիկ Մխիթարյանի մի քանի օրով տակ մեր հավաքականում խաղա, էլի։ Հենո։ Հա։ Ախր Հենրիկ Մխիթարյանն է։ Լավ, ուզում եք ես դրա փոխարեն ձեր տղուն Աշոտին 10 օրով օտպուսկ կողարկեմ։ 10 օրով, ախր ինքը Արսենալի զորով են բերել տալի հավաքական։ Մի ամսով։ Չեն թողում գա, այնքան փող։ Լավ, ճիշտ է, չի կարելի, բայց մի տարով։ Մի քիչ աստղային է էլի ինքը, աստղա չի։ Պարոն Փաշինյան, դուք եք ինձ դրել։ Աշոտ արի, Օվալնատ է սրնում։ Հենո արի տրանսֆերը տա, արի Հենո ջան։ Եվ իհարկե ամենավերջում մենք որպես տղաներ առաջի հերթին ջենտլմեն ենք եւ չէին կարող չնկատել ժյուրին նստած 3 գեղեցկուհիներին։ Սիրելի Լուիզա ջան, ես այս ծաղկեփունջը ցանկանում եմ նվիրեմ ձեզ, որովհետեւ դուք ծաղկի նման սիրուն եք, գերող ու անկրկնելի։ Սա ձեզ։ Անզուգական Անահիտ, այս համեստ ծաղկեփունջը ուզում եմ նվիրել ձեր հմայելքի եւ աստվածային գեղեցկության համար։ Սելիտոմա, Տամարա, այս բեկմեզը, այս ճուղուպուրի վարենին, այս թինարաղը, այս կրմուզուկը, այս կանալող ծերուն քնքզետի ғարկա։ Իսկ այս ծաղկեփունջը ինձանից ձեզ։ Շնորհակալություն բեմում էր Հարսանիք Լեռներում թիմը։ Հարսանիք Լեռներում, լավ, սիրելի ժյուրի անդամներ, 3, 2, 1։ Անգամ են կես մարդը կաննեց։ Ես մի պա մոռացել էի, որ ես կես մարդու մյուս կեսն էլ է Ղարաբաղցի։ Կին ունի Ղարաբաղցին չեն ուզում կանգնել։ Հետո հիշեց, որ տանը նրան սպասում է Սվադյբա в горах։ Լսենք համիրապես ժյուրի անդամներ, հավաքում ես արդեն։ Շատ լավ նքլեր, քարը գյոլավը չեկալ, վերասմա իրես прзралок, так что цапнк там лох միասին։ Շատ լավն էին։ Ճիշտ է, ինձ տանը Ղարաբաղցի չի սպասում, բոլորին ինչքան հասկացա տանը մի Ղարաբաղցի։ Ոչ բոլորին, բայց սպասում են, կան սպասողներ։ Ես կարամ գամ ձեր տուն, քեզ շանժվեք այդպես առաջ ու եղեք էլի միշտ կնամեծար։ Հարսանիքը Լեռներում հաջորդ տուր ծանծած, շնորհակալություն։ Մեկ թվից հետո միշտ գալիս է թիվ 2, այդ իսկ պատճառով ես նորից պետք է հեռանամ, իսկ դուք դիտեք, թե ով է մեր հաջորդ թիմը, թիվ համար 2։
Հաջորդ մասնակիցները արդեն ներխուժում են տարածք, եկեք տղաներ, ծանոթանանք նաև ձեր հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ։ Մարդ չկա, բարև ձեզ, ձեր թիմի անունը։ Պլան B։ Իսկ ինչի պլան B։ Որովհետև պլան A-ն միշտ չի աշխատում։ Բայց բերել եք ձեր այդ չաշխատող պլան A-ն։ Ոչ, մեր աշխատում է։ Շատ բարի։ Ում եք ուզում հայտնել շնորհակալություն։ Ես շնորհակալություն եմ հայտնում Արևյան Մեխակին, Բագրատունյան Աշոտին, Սարգսյան Կարենին ու իրան։ Իրան, չետակ Իրանուն ունի, նա։ Դե լավ, Իրան և տղաներ, գնացեք, աստված ձեր հետ, պլան B։ Բեմի հետևը Եգոր Գլումովի հետ է շփում։ Իմիջիայլոց շատ հաճելի մարդ դուրս եկավ։ Իզուր չէլի, որ այն հաղորդումն է վարում շանթով։ Որը։ Եղբայր առաջին մասը չեմ հիշում, բայց վերջում ինչ որ մի բանը ուրիշ է։ Պապայի ծեծած է։ Չէ։ Կլինի ես ասեմ։ Դե քեզի ասինք, երբ ասենք, այդ վաղ կասես։ Աշ եկած չեկած սաղին շեղում ես։ Մի հատ լավ հումոր ունես, մտածած ցույց տուր տենանք։ Լավ հումոր, կա լավ հումոր։ Ծուր միջնապատով Նաիրա Զուրաբյանը։ Իմ հարգարժան, հայ, ժողովուրդ։ Նարա դուսուս։ Ինչի։ Որովհետև իմ հետնա, չէ։ Չէ, քո երթը կասենք երբա։ Աշ, մի հատ անենց հումոր արի ցույց տանք, որ սենց հանդիսատեսին բոլորին դուր գա։ Սրանից է լավը։ Սրանից լավը։ Դե ուրեմն պլան B։ Էդ ո՞րն է։ Գնացինք։ Հարցազրույց շատ հայտնի մարդկանց հետ։ Նրա ձայնը ծանոթ է շատերին։ Նրա ձայնը նույնիսկ գերել է շատերին, բայց այն նրա դեմքը դեռևս ոչ ոք չի տեսել։ Այսպիսով դիմավորեք նրան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խնդրեմ ներկայացեք։ Ես այն հայտնի ձայնն եմ, որը հետապնդում է ձեզ ամեն օր շանթի եթերում։ Մենք ունենք տեղեկություն, որ դուք վերջերս թարգմանել եք հայտնի հոլիվուդյան ֆիլմ։ Խնդրեմ խոսեք այդ ֆիլմի մասին։ Այո, դա բոլորովինս էլ գաղտնիք չի։ Ես թարգմանել եմ նոր հոլիվուդյան սարսափ ֆիլմը, որի անունն է Փրչոտ Ոչլոտը 3, 2, 1, գնացինք։ Բարև Ջոնի, ողջույն Ռեբեկա։ Ռեբեկա, նա քո հետևում է։ Օ, ինչ հիմար կատակասերն ես դու Ջոնի, ես քեզ չեմ հավատում։ Պապայի արևը, նա քո հետևում է։ Ինչ հիմարություն։ Ո ոչ, նա ինձ բռնեց, ես չեմ հավատում իմ աչքերին, նա պատրոտում է իմ մարմինը։ Ախ, ցավում է, շատ է ցավում, բայց մի վարքյան, սա դեռ ամենը չէ, նա կոտրատում է իմ ոտքերը, չլխ, ես չեմ հավատում իմ աչքերին, ես ապշած եմ Ռեբեկա, մի էլ ասա, Թոնի, փրկիր ինձ հենց հիմա, ես ստացիր իմ մարմինը բարձրապես անվճար, ինչին ես դու սպասում հիմար, ես ապշած եմ Ռեբեկա, դու ապուշ ես Ջոնի։ Ես փրկեցի քեզ Ռեբեկա, ոչ Ջոնի, դու ապուշ ես։ Փրչոտ Ոչլոտը, դիտեք, շանթի եթերում։ Բոլորս էլ գիտենք, որ կան ծառայություններ, ինչպիսիք են օրինակ արագ մեքենայի լվացման տեղ, արագ սննդի կետ, պատկերացնենք նմանատիպ ծառայություն արագ գուշակի մոտ։ Տակ ես ժամանակ շուրեմ դրա համար բոլորդ ունեք 10 վայրկյան, գնացինք։ Բարև ձեզ։ Բարև Գառնիկ։ Բայց ես Գառնիկը չեմ։ Գիտեմ, հաջորդը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչից են առաջացել մարդիկ։ Ուրիշ մարդկանցից, հաջորդը։ Ինչ անել, երբ ցավում է փորիկը։ Ձեզ կօգնի Վալոդիկը, հաջորդը։ Ինչու է աղմկում գետակը։ Որ գետակը։ Կոնգո։ Իմ անունն է կոնգոլիներ, ես եք աղմկեի, հաջորդը։ Ինչն է հավերժ, բայց փոփոխական։ Դաշնակները, հաջորդը։ Կլինի ես ասեմ։ Կլինի, հաջորդը։ Ով է ինձ ավելի շատ սիրում, մամաս թե պապաս։ Մամաս, հաջորդը։ Ինչ կստացվի առյուծի եւ մկան խաչասերումից։ Խնամի, հաջորդը։ Ինչի են ամուսնանում։ Էշ, հաջորդը։ Ինչը կախտեր քաչերոսին, թե չլինեին կինն ու գինին։ Փրչոտ Ոչլոտը, դիտեք, շանթի եթերում։ Պլան B, երբ չկա ուրիշ որոշում։ Ավելի ճիշտ, միշտ չկա ուրիշ որոշում։ Շնորհակալություն։ Դե ինչ, սիրելի ժյուրի անդամներ, ուզում ենք տեսնել, թե ինչքան եք դուք հավանել այս թիմը եւ զգացու եք, չէ, որ ոչ թե ձեռքերով են քվեարկում, ոտքերով են քվեարկում այս ժյուրի անդամները, այսինքն քայլ են անում, էլ ինչ որ շատ կարևոր քայլ են կատարում։ Դե լավ, ժյուրի
Տիկնայք եւ պարոնայք, խնդրում եմ ոտքի կամ նստած մնացեք։ Իսկ ինչ-որ խոսքեր կա։ Ես գնահատում եմ իրենց սուր միտքը, իրենց հետաքրքիր ներկայացրած տարբերակները մի քանի իհարկե, ոչ բոլոր, բայց ոչ այն աստիճան, որ ես կարող եմ կանգնել եւ այս թիմը, ասենք թե կողմ լինել, որպեսզի այս թիմը անցնի հաջորդ փուլ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես փորձեմ շարունակել, հա, գործընկերոջս խոսքը, տղաներին ճանաչում եմ ՈՒՀԱ-ի, նրանք շատ լավն էին, այսինքն շատ համով են, մի փոքր, այսպես ասած, չհերիքեց, որպեսզի անցնեն հաջորդ փուլ, բայց քանի որ մենք ունենք հնարավորություն նրանց հարթակ տրամադրելու 2019 թվականին արդեն ոչ էֆիրային, արդեն երկրորդ եթերաշրջանին սիրով նրանց կսպասենք, ապրեք տայք չեմ։ Բրավո։ Շնորհակալություն պլան B, այսօր ձեր պլանը չաշխատեց, բայց դեռ այնքան տառեր կան, գնացեք եւ մտածեք։ Շարունակում է հումորի լիգան Շանթի եթերում եւ ժամանակն է ներկայացնելու հաջորդ մասնակցի եւ դարձել է արդեն դա բարի ավանդույթ, որ ես մասնակիցներին անտեղից եմ ողջունում, ոչ թե այստեղից։ Ժուրին շատ լուրջ դեմքով ինչ-որ գրառումներ է անում, հա, չկա ժուրին այստեղ, պահո։ Դե լավ, ես գնամ, դուք մնաք։ Մարշալ Արմենակ Համբերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը պատրաստ է հումորի լիգային։ Ազատ։ Ազատ։ Պարոնայք կուրսանտներ, այդ կապակցությամբ թույլ տվեք ձեզ շնորհավորել։ Շնորհակալություն, շնորհակալություն, շնորհակալություն։ Մերսի։ Իսկ ել ում եք ուզում հայտնել շնորհակալություն։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր համալսարանի ողջ ղեկավար կազմին եւ ընկեր Շուշանիկին։ Ընկեր Շուշանիկին ես էլ եմ հայտնում շնորհակալություն։ Դե ինչ տղաներ, մաղթում եմ ձեզ հաջողություններ եւ իհարկե հաղթանակ։ Աջ դարձ, աջ ուստ առաջ, քայլով մարշ։ Ինչպես գիտեք, բանակը փոխում է յուրաքանչյուր տղայի կյանքը, իսկ հիմա այդ ամենի մասին ավելի մանրամասն։ Բարև ձեզ, ես Հարութն եմ եւ հիմա հպարտորեն ծառայում եմ հայոց բանակում, բայց մինչև բանակ գնալս ես ցանկանում եի վերցնել հիպոթեկային վարկ, որպեսզի չծառայեմ բանակում։ Սակայն ծանոթանալով հիպոթեկային վարկի պայմաններին ես հասկացա, որ ավելի լավ է ես 2 տարի ապրեմ հանուն հայրենիքիս, քան ամբողջ կյանքս ապրեմ հանուն ինչ-որ բանկի։ Շնորհակալություն հայոց բանակին, որ ինձ սովորեցրեց գնահատել իրական արժեքները։ Բարև ձեզ, ես Սուրենն եմ, ինչ մեղքս թաքցնեմ, ես կնամոլ եմ, ու մինչև բանակ գնալս, որպիսի աղջիկնից դուր գար, նա չպետք է լիներ ինձնից բարձր ասակ, չպետք է լիներ ինձնից ցածր ասակ, չպետք է լիներ չխնամված մաշկով ու չխնամված արտաքինով։ Հիմա, որպիսի աղջիկնից դուր գա, նա պարզապես չպետք է լինի տղա։ Շնորհակալություն հայոց բանակին, որ օգնեց ինձ գնահատել կանացի գեղեցկությունը։ Ես ապրում եմ Տավուշի մարզի Ճլոր գյուղում, ու շնորհակալություն մեր հայոց բանակին, որ արդեն 2 տարի է չեմ բնակվում Տավուշի մարզի Ճլոր գյուղում։ Եվ հիշեք, հայոց բանակի զինվորները կարող են կատակել, սակայն հայոց բանակի զինվորների հետ կատակելը կարող է ցավոտ լինել։ Եվ որպես լրացում ասեմ, Հայաստանի իրական պաշտպանները մենք ենք, այլ ոչ թե Վարազդատ Հարոյանը, Արտակ Գետիգարյանը, քանի որ ի տարբերություն նրանց մենք միշտ հաղթանակած ենք։ Տղեկ, ուղղվեք, կամբատ է։ Yo combat. Այդ ճիկլոպներ, ես ինձ մի աչքով եք նայում, հա, կամբատ։ Ախր ես ձեր համար կամբատ չեմ, ես ձեր համար մորթել կամբատ եմ։ Հարսած, զգաստ, ազատ, աստամ ազատ։ Աֆիցան, ինձ մի հատ Հենեսի X-ով էր։ Թողնել, զինվորներ ասում եմ ազատես ինչ եք անում։ Ոչ պիս պատասխության համար շարվիր։
Տեղում վազքով մարշ։ Հումորի լիգայում ենք։ Հումորի լիգայում ենք։ Եկել ենք, որ մենք հաղթենք։ 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 Հումորի լիգայում ենք։ Հումորի լիգայում ենք։ Վախ ոտես։ Վախ ոտես։ Վայ։ Վայ։ Ձեր եք առնում։ Ձեր եք առնում։ Մի րոպե հեռախոսը սա։ Մի րոպե հեռախոսը սա։ Ալո։ Ալո։ Լսում եմ, պարոն գնդապետ։ Լսում եմ, պարոն գնդապետ։ Արա ոնց եմ սրանից զզվում։ Արա ոնց եմ սրանից զզվում։ Չէ, պարոն գնդապետ, ձեր հետ չէի։ Հա, պարոն գնդապետ, ձեր հետ էր։ Մի րոպե, պարոն գնդապետ։ Մի րոպե, պարոն գնդապետ։ Հա, կյանքս։ Զորքի մոտ էի չէի կարում խոսայի։ Կյանքս, գնդապետս, ուտեմ պագոններըդ։ Ու հիմա արձակում եմ կոճակներս, հանում եմ բացինկեքս, ու չան, ոնց էին ոտերս հոգնել։ Վաշտը շարվապ, ուրեմն ես իս բերել եք Երևան, ուզում եք Հայաստանի սրտում խայտարակ անեք։ Պարոն մայոր, ախր ինչի եք առանձնացնում։ Եթե Երևանը Հայաստանի սիրտն է, ապա պարզ ու միամիտ ուղեղը Լոռին, սուր խոսող լեզուն Գյումրին, բազուկները Աբովյանը, թոքերը Հոկտեմբերյանը, լուսակերտն ու Արզնին նույնպես իրենց ուրույն տեղն ունեն։ Եվ ոտքերը Արցախը, որի վրա ամուր հենված է Հայաստանը։ Եվ եթե ուղեղը պարզ մտածի, լեզուն սուր խոսի և թոքերը միայն մակուրոտ շնչեն, ապա մեր թշնամիները միշտ կլինեն մեր ոտքերի տակ։ Ապրես զինվոր, քեփս բերիս, այսենց մեր հայոց բանակը պետք է միշտ հաղթանակած լինի։ Բայց պարոն մայոր, եթե մենք ուզում ենք հաղթենք, պետք է այնպես անենք, որ ժյուրին ոտքի կանգնի։ Ժյուրին ոտքի կանգնի, մի րոպե։ Մեր հայրենիք, ազատ անկախ, որ ապրել ես դարեդար, Շնորհակալություն բեմում է ռազմական ավիացիոն համալսարանի թիմը։ Я солдат. Я не спал 5 лет, и у меня под глазами. Սիրելի ժուրիներ, հիմա առանց հիմնի խնդրում եմ։ Ոտքի։ Ուզում եք կռիվ անեի, ուզում եք ասել չեք ամանչում, հենե ինձ եմ ասում, չես ամանչում, որտես բաներ եմ մտածում։ Շնորհակալություն ելույթի համար, մենք ձեզ շնորհավորում ենք, դուք անցաք հաջորդ փուլ։ Ժամանակն է տեսնել թե ով է մեր հաջորդ մասնակիցը կամ ովքեր են մեր հաջորդ մասնակիցները։ Եկեք։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ներկայացեք խնդրում։ Ես Կարենն եմ։ Ես Արմանն եմ։ Գոր Հաչելյան։ Ձեր թիմի անունն է Արնոլդ Արոնյան։ Իսկ ինչի ոչ Լևոն Շվարցենեգեր։ Ну, մենք ձեր հարցի պատասխանը կտանք մեր ելույթում։ Շատ բարի, ում եք ուզում հայտնել շնորհակալություն։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարփինյանին։ Չէ, ուզում ենք շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրա եւ սպորտի ինստիտուտի ռեկտոր Վարամ Արաքելյանին։ Մի րոպե, չէ, ուզում ենք շնորհակալությունը հայտնել Արմեն Դարփինյանին։ Չէ, էլի, պարոն Արաքելյանին։ Արմեն Դարփինյանին։ Լավ, ելնելով մեր ելույթի լոգիկայից, մենք շնորհակալություն ենք հայտնում Հայ-ռուսական ֆիզկուլտուրայի համալսարանի ինստիտուտին։ Իսկ ես ելնելով լոգիկայից ներողություն եմ հարցնում լոգիկա բառի համար լեզվի պետական տեսությունից։ Գնացեք, չտեսնեմ ձեզ։ Բարև ձեզ, ես Կարենն եմ։ Մարդու մշտական հարցերից մեկն է, թե որն է ավելի էֆեկտիվ՝ ինտելեկտը, թե կոպիտ ֆիզիկական ուժը։
Ես փորձել եմ համատեղել թե մեկը եւ թե մյուսը։ Այո, բեմում է Արնոլդ Արոնյան թիմը։ Իսկ այժմ եկեք հրավիրենք մեր թիմի ինտելեկտուալ կողմին։ Խնդրեմ։ Ծանոթացեք, սա Արման Վազգենովիչն է։ Արման Վազգենովիչը շատ ինտելեկտուալ անձնավորություն է։ Նա ոսկե մեդալով ավարտել է դպրոցը, կարմիր դիպլոմով ավարտել է համալսարանը, գերազանց սովորում է ասպիրանտուրայում, նաև գերազանց կավարտի ասպիրանտուրան։ Ինչպես հասկացաք, Արմանը ապագա գործազուրկ է։ Այո, ինչպես հասկացաք, Արմանը շատ ինտելեկտուալ հումորի զգացողություն ունի։ Այդ իսկ պատճառով նա կյանքում չի ծիծաղում այնպիսի բառերի վրա, ինչպիսին են. Ծծումբը, ծիծիկա կալիճը, քունքը և նեֆերցիցին։ Տղեք, Էրիկա, հեսա խնդալուս կմերնեմ, ծիծիկակա։ Քիչ էր մնում մոռան է ներկայացնել մեր թիմի կոպիտ ֆիզիկական ուժի ներկայացուցչին։ Ծանոթացեք, Հովիկ Արայիկովիչն է։ Հովիկ Արայիկովիչը և Արման Վազգենովիչը իրենց մամայի վերսիայով եղբայրներ են։ Դե գիտեք ոնց ուղղակի իրենց պապան տանը Վազգենն է, իսկ գործի տեղը Արայիկն է։ Նիստիկովիչկա։ Այո, ասեմ ավելին, նրանք զույգ եղբայրներ են։ Այդ իսկ պատճառով նրանք ծնվել են նույն տարում, նույն ամսում, նույն օրը, նույն ժամին։ Ուղղակի Արմանը ծնվել է հանրապետական հիվանդանոցում, իսկ Հովոն հանրապետական ստադիոնում։ Գազարագույն տրիբունա։ Շատ ծանր հանդիպում էր։ Մերոնք նենց վատ էին պաշտպանվում, որ ստադիոնի կեսը հղի գնաց տուն։ Իմիջիայլոց հավելեմ, ես Հովիկին տեսել եմ տկլոր և անմիջապես սառը ջրով լողանալուց հետո, գիտեք ումա նման, Նաև հավելեմ, որ ես Հովիկին տեսել եմ տկլոր, փորի վրա պարկած ծխելուց, խնդրեմ։ Հարգելներս, քանի ես գլխիցս ձեռ չեմ քաշել, ինքնակամ կգնամ, կներեք։ Չգցենք քաց ուտակ։ Ինչ։ Չգնանք քաց ուտենք։ Մարդիկ մեզ են նայում, հով ջան։ Համել այս կյանքում քեզ բացի ուտելուց ինչ-որ ուրիշ բան հետաքրքրում է, շուրջը լիքը պրոբլեմ կա։ Օրինակ սոցիալ-տնտեսական իրավիճակը, կամ կենցաղային մենտալիտետը, կամ էլ հասարակության ապակողմնորոշումը ընտրության հարցում։ Արդեն կերը եկել էի։ Այդեպ, այդ ակա պողնորոշումից իմ մոտ եկա, ես ակա պողնորոշված եմ։ Ես ամեն օր չեմ կարող ընտրեմ, թե որը ուտեմ, քյաբաբը, թե շաուրմա։ Տղեկ ջան, ինչ խոսացիք։ Կարեն ջան, այս Հովոն չի կարողանում ընտրել քյաբաբ, թե շաուրմա։ Չի կարողանում ընտրել, հին ու բարի ձևերով կանենք։ Հովո ջան, այս փողը վերցրու, գնա ինչ ուզում ես կեր։ Լավ, էլի Կարեն, այս Հովոյդ հնարավոր չի հաղթել հումորի լիգայում։ Դե արի այս իրավիճակը հումորային դարձնենք։ Նոր ընտրված պատգամավորը բառից բուն իմաստով ուտում է երկրի բյուջեն։ Կաշառք վերցրած Պաշտոնյան փորձում է փողերը թաքցնել ԱԱԾ-ից։ Դեմ Բիլսիրյանը չգիտի էլ ինչ անի փողերի հետ։
Մարդ, ով փողին բառից բուն իմաստով կակա է ասում։ Հերիք եղավ էլի։ Այդ մտածում եք, որ ֆիզիկապես ուժեղ եմ, էմոցիաներ չունեմ, հոգեկան ապրումներ չեմ ունենում, հե՞։ Ինչ ա եղել։ Ինձ դա ավաճանել են։ Լուրջ։ Հա։ Հարգելիներս, առայժմ այսքանը, եղեք ուժեղ և խելացի, բեմում էր Արնոլդ Արոնյան թիմը, շնորհակալություն։ Ուժեղները և խելացիները, ոչ, խելացիները և ուժեղները։ Ժուրի, 3, 2, 1 Իրականում չկանգնեցի, որովհետև իսկապես ուրախ եմ, որ իրենք մնացին սպասման ռեժիմում, այսինքն որ մենք դեռ իրենց հանդիպելու ենք։ Իրականում իրանք սպասման ռեժիմում չեն, Արման, դուք լավ չեք լսեին սկիզբը։ Ոնց սպասման։ Այդ ենք։ Այ հիմա սպասման ռեժիմում չեն։ Ոչ։ 4, 4, 4։ 1, 2, 3, 4։ Անցել են այսինքն։ Անցել են այսինքն։ Ես ավելի ուրախ եմ։ Ես ներողություն ուզում եմ ասել։ Ավելի ուրախ եմ, ծափան։ Լուիզա։ Ես գիտեի բոլորը կանգնել են, ուզում էի օրիգինալ երևա, ենել Արմանը ամեն ինչ փչացրեց։ Դրա համար պայմանավորվեք, սցենար գրեք, տեսեք գրել են, տվել են ձեռս։ Հաստատ։ Վերջ։ Մի խոսքով հավես էր։ Շնորհակալություն։ Այ, տղաներ, գիտեք ձեր թվում ինչը պակասեց։ Ուժեղ ունեք, խելացի ունեք, սիրուն չունեիք։ Մի հարց կարելի է ուժեղին, էլի։ Դու տենց ծնվել ես, թե չկանգայի շնորհիվ է։ Գնացեք ուժեղիդ ենք խոսում։ Եկեք, լավ, եկեք, կարող է ձեզ հարց տամ։ Տոմա, պատասխան ստացաք։ Չի, ապա կողմնորոշված է, չգիտի ինչ ասի։ Մերսի շատ լավն է կապել։ Երկար բարակ չեմ խոսալու, ապրեք շատ։ Բայց մի բան, Ամրոյան Կարեն, ճիշտ եմ ասում։ Մի հատ են նիստիկովիչկան մի հատ էլ ասա էլի։ Նիստիկովիչկա։ Այդ ձեր նմանների պատճառով դատվելու ենք, որտեղ իմ անդեն նայում են, ասում են, այդ նիստիկովիչկան հայերեն ոնց է։ Արնոլդ Արոնյան թիմը անցավ հաջորդ փուլ։ Աստորեն, Արցախից դոլարները բերում են, ուժեղները դոլարները ուտում են, իսկ մեր եթերը շարունակվում է։ Կապ չունի ունեք դոլար, թե չունեք դոլար, հաջորդ ելույթը պետք է անպայման դիտեք։ Անհամբեր սպասում եմ մեր հաջորդ մասնակիցներին, կարծես թե զույգ է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, մենք ներկայացնում ենք Մաշմենյա դուետը եւ իրար շատ ենք սիրում։ Մաշմենյա, Մենյա, Մաշ,
Մաշմին։ Okay, սիրում եք իրար։ Այո, շատ, ես էլի խնդրում եմ պատասխանեմ, մենք իրար համար գժվում ենք ու ուզում ենք այս նախագծին հաղթենք, մեր հարսանիքը կազմակերպենք։ Իդեպ դուք ինչքանով կվարեք մեր հարսանիքը։ Երիտասարդ զույգ եք, չէ՞։ 1 միլիոն դրամով։ Դե մենք շուտ գնանք հաղթենք գանք, որ մեր հարսանիքը հանկարծ վարի չգնա, հա։ Գումարը լրիվ կվերցնեք։ Վազեք, давайте։ Դե ինչ, աշխատանքն էլ ձեռքի հետ կպավ այսքանը։ Между нами любовь, между нами любовь, между нами любовь, такая любовь. Սկսի կյանքս, Դու սկսի կյանքս, սկսի սիրտս, սկսի արևս, սկսի Հիտլեր, դու սկսի սերիալս, սկսի գրիժաս, խի գրիժաս։ որովհետև միշտ հետս ես։ Մենք այնքան ենք իրար սիրում, որ մեր սրտերը ենթարկել ենք վիրահատության, որպեսզի միասին բաբախեն։ Это любовь, такая головоломка, теплого лета. Առաջին ֆիլմը, որ միասին դիտել ենք, եղել է Տիտանիկը, բայց կան տղաներ, որ մինչ այժմ չեն դիտել այդ ֆիլմը։ Պատկերացնենք այդպիսի տղան իր ընկերուհու հետ գտնվում է նավի վրա։ Սիրելիս, արի անենք այնպես, ինչպես Տիտանիկում է։ Էդ ինչ ես անում, արի հետևս կանգնի։ Տենց չէ, բռնի։ Ոնց բռնի, դու ասես բռնի, ես չբռնա։ Գժվել ես, արա այնպես, ինչպես Դիկապրիոն։ Լավ։ Էդ ուր ես գնում։ Դու չասին անեմ նենց ոնց Դիկապրիոն, գնում եմ առաջին սպանեմ, որ բամբատում ես կգամ։ Հաջորդ համարը ոստիկանը կանգնացնում է կին վարորդի։ Ալո, հա, մինոտ է։ Լեյտենանտ Խաչատրյան, ձեր փաստաթղթերը։ Ոյն փոստո թղթերը, շնորհակալություն, ես էլ չունեի։ Это любовь, такая головоломка, теплого лета золото. Ես ինչ լավ խաղացիր։ Չէ, կյանքս դու լավ կագացիր։ Որ ասում եմ դու ես լավ խաղացիր։ Ասում եմ դու ես լավ կագացել։ Հենիկ Մղիթանից լավ խաղացիր։ Դու մեր հարևան Վաչոից լավ կագացիր։ Հետո վա։ Վաչոն էր կագամոլա, վերջերս կազինով տուն տեղ կալվեց, դու իրանից լավ կագացիր։ Ջան, ես ինձ լավ եմ խաղացել։ Հաջորդ համարը սիրահար զույգը սարսափ ֆիլմ դիտելիս։ Նոյի, մոտիկանում է, գալիս է, մտով սենյակ, ես ինչ ոխենալու է։ Բայ մամա ջան։ Հա, ես է նմանացրես։ Նմանացում եմ, նմանայել եմ։ Теплого лета золотая уловка, лето прошло меня отдуматься. Հաջորդ համարը շատ գլուխկովան տղան։ Եկա կյանքս։ Աբրես։ Լսի։ Էս առուծի տատուն ձեռքիդ ի՞նչ է նշանակում։ Կյանք, ես ձեռս առուծի տատուն նշանակում եմ, որ ես առուծի պես տղա եմ, ես թագավոր տղա եմ, էդ է նշանակում, հա։ Բայց դոշիտ արծվի տատուն։ Կյանք, ես դորսիս արծիվի տատուն եմ նշանակում, որ ես արծիվի պես բան եմ, էլի հերատես եմ, ես վեհ հանձնավորություն եմ, այս էդ է նշանակում։ Բայց ոցի տատուն։ Կյանք, ես ոցնել իր հերթին նշանակում եմ, որ ես հենց ֆշշնելով ամեն տեղ մտնում եմ ու ընդհանրապես նկատած կլնես ճկուն տղա եմ, ես էդ է էլ նշանակում, հա։ Բայց մատիտ խաչը։ Էս խաչը։ Էս խաչը ես արել էի նրա համար, որ մաման ասել էր տնից դուրս գալուց առաջ տեգերես հավաքեմ, բայց ես տեգերես չեմ հավաքել, սպասի գնամ տեգերես հավաքեմ գամ։ Это любовь, такая головоломка, теплого лета золотая уловка. Եկեք պատկերացնենք, թե ինչ է լինում, երբ տաքսու վարորդը եւ դիսպեչերը լինում են ընկերուհի։ 18 կենտրոնին, Նորքից Բանգլադեշ ընդունի կյանքս։ Ընդունեցի օրևս զգույշ կլինես, լադոկներից էլ կխուսափես։ Լավ կյանքս դե անջատի։ Չէ դու անջատի։ Ասում եմ անջատի կյանքս։ Չեմ դնելու մինչև չդնես։ Հիմա ասում եմ 1 2 3 իրար հետ դնում են, գնացինք 1 2 3։ Քիչ դրեցիր այ գիժ։ Это любовь, такая головоломка, теплого лета золотая уловка, лето прошло меня отдуматься. Հաջորդ համարը դեպք փողոցում։
Էս ինչ լավ շունիկ ես, կարամ քեզ սիրեմ։ Տիրոջից հարցրա։ Տեր ջան, աղաչում եմ էլի, թող էլ շունիկից սիրեմ, տեր։ Հաջորդ համարի համար շատ հեռու չենք գնացել, դեպք մեր կյանքից, այսինքն սիրահար զույգերի կյանքից։ Ես քո համար գժվում եմ։ Ես գիտես ինչ գալ եմ քեզ սիրում։ Ես քո համար խելագարում ես առանց քեզ չեմ կարա կյանքս։ Ոյ ես էլ քեզ եմ սիրում։ Չէ, դու չգիտես սեր ինչ, դու չգիտես սիրելը որն է, ես քեզ սիրում եմ, ենքա որ սենց առավոտ ուզում եմ, տենց տենում եմ քեզ ուզում ես թարտիշները դերտով պին, պին։ Այս ես ուզում եմ թարտիշները դերտով պոկեմ ուղտեմ հասկանում ես քո համար գժվում եմ։ Ոյ ես ինչ ես ոնվոխացնում ես օրթը։ Դու մի վակեցի, դու որ վակեցես ես կհալվեմ, ես կմեռնեմ սիրտս, դու մի վակեցի, ես քեզ Ոսենց ուզում եմ շնչեմ դու։ Չէ, կոպիտոն չկնակես էլ տեղ չունեմ հերիկա։ Մենք այն զույգն ենք, որ երկուսիս Facebook-ան էջերում էլ երկուսիս անունները գրված են։ Ուղղակի իմ էջում սկզբում իմ անունն ա գրած, հետո իրա։ Իսկ իմ էջում սկզբում էլի իր անունն ա գրած, հետո իմ։ Շատ լավ, ինքն շատ ա սիրում։ Հաջորդ համարը դեպք սքո սրահում։ Սրբի չեն կողմում ա։ Սրբի չեն կողմում ա։ Լիճ։ Ախրատեսկում էլ է։ Ուղղակի համբերի քորիչ։ Հապելիտ։ Այս ինչ լավ է։ Դառնացել է այս բան։ Հələ մի րոպե։ Հետասար դուք ես հանգուցյալը ի՞նչն եք։ Ինչ հանգուցյալ, ուղղակի մեր ջրերն են կտրել, ասացի գամ մի հատ լոգան եմ տաքացրեք, էլի էսի բաց սասարցի։ Իսկ վերջում ուզում եմ ասել, որ ես հումորի լիգան չլներ։ Ես ըսկի լողացողը չէի։ Սիրեք մեզ այնպես, ինչպես մենք ենք իրար սիրում, բեմում էր Մաշմենյան։ Մաշմենյա, համարյա բաղնիքի տանուշ։ Մերսի, ձերն է։ Որ մի քիչ ավելի մոտիկ կանգնեք, այդ ժամանակ ձերն է։ Սիրելի ժյուրի անդամներ, լսում ենք, դիտում ենք, սպասում ենք։ Բան չունեք ասելու։ 3, 2, 1 Օ Մերսի Օ Մերսի զույգերը աշխատում են, էլի զույգերը աշխատում Այսքանը լսենք ժյուրիի ատմասկաները Իմ ատմասկանային է եղբայր Կամ կրուտիտները Մտանք պատյեստ Ես ճանաչում եմ ես երիտասարդին ընդեղ ասեց ինձ ոնց որ բնձեն կտաս դե որտեվ Տոմանը ուներ լավ հասկացա Չէ իրականում ճանաչել է այդքան կապ չունի ինձ թվում է պոտենցիալով երիտասարդ գեղեցիկ զույգ է ու թող առաջ գնան ինչու ոչ Աբեջան Ես ճիշտ ասած իմ հարսանիքի աշխատավարձի մասին եմ մտածում դրա համար ես ձեզ կողմից բայց Դե իրականում կարծում եմ շատ հավես եղավ, որ եղավ սպասման ռեժիմում են նրանք գտնվում, որովհետև նախ եւ առաջ անփորձ են բավականին եւ սա նրանց առաջին դեբյուտն է, որպես այսպիսի բեմում կարող ենք ծափարել։ Սպասման ռեժիմից առաջ մենք արդեն կտեսնենք, հա, մնացած թիմերին ու արդեն կհասկանանք Մաշմենյան կարող է անցնել 1/4 եզրափակիչ, թե ոչ, բայց այսօրվա համար շատ ապրեք, կայֆ էր։ Բան եմ ասում ու վերջ կարող ես շարունակել։ Ինձ թվաց տղան ավելի շատ է սիրում աղջկան, քան աղջիկը տղային։ Կյանքում տենց է Լուիզա միշտ առհասարակ։ Ինչ որ բան կարող եք անել այդ հարցի շուրջ։ Եկեք մտածենք։ Տղաներով։ Ուղղակի այդ հարցը տենց չի,
Դժվար բան անենք։ Մաշա, դուք իրան ավելի քիչ եք սիրում։ Չէ, տենց բան չկա։ Ինչի ենթադրեցիք։ Դե երդվի որ տես բան չկա։ Մաշա։ Սա Չէ, ուղղակի շատ ջուր լցրեցիր դրա համար։ Այս բզբզում ենք արդեն։ Լավ, շատ շնորհակալություն։ Մի րոպե։ Արմեն ջան, դուք եք այո։ Ես առաջինը կանգնեցի, բայց եթե մյուս ելույթով, եթե հանգարց անցնեք հաջորդ փուլ ու դուք ձեր մյուս ելույթով դուք ինքներդ ձեզ գոնե չհաղթեք, ես չեմ էլ կանգնի, Արամին էլ չեմ համոզի, որ ինքն էլ կանգնի, ու չեմ կարծում, որ ջուրի մյուս անդամներն է կանգնեն։ Այսինքն դուք վերապահումով եք, հաշվի առեք այդ սպասման փուլում։ Ձեզ հաջողություն ապրեք, համով եք, սիրուն եք։ Ապրեք։ Մաշմենիա, դուխով, Մաշան ունեցավ փաստաթղթեր եւ դուք միանում եք Լուսինեին սպասման ռեժիմին։ Ժամանակն է հրավիրելու այստեղ մեր հաջորդ մասնակիցներին եւ ես դասիրով անում եմ հաջորդ մասնակիցներ։ Բարև ձեզ։ Հանգիստ տղաներ, ինչ եք անում այստեղ։ Եկել ենք մասնակցենք ու հաղթենք, բայց նենց հուզված ենք ահա։ Մի հուզվեք, ամեն ինչ նորմալ է, ձեր նման մարդիկ են այնտեղ գտնվում։ Մեր նման ժուրին ընդեյա գոնե։ Ժուրին ընդեյա գոնե, գնացեք, հա արդեն։ Գնացեք։ Ժուրին այնտեղ է արդեն, տղաներն է Գորջան կենթանիները մտան, ստանենք, սենց ու գնացան։ Ինչ կենթանիներ։ Մարդիկ են մասնակցում մեր պրոյեկտին միայն։ Գոր Հովանիսյան, քաղաք Նորհաճն։ Ազատ Անիբարյան, քաղաք Բանգլադեշ B2։ Ինքը կեչի Սիայի Չենդերլի երգը, իսկ ես կպարեմ այդ երգի մեջի պարը։ Կկատարեմ Սայաթ Նովա։ Սիա։ Սայաթ Նովա։ Սիա։ Մազիրը տրեհան, կլապիտոն է, հուսիրը չարըբավ, բարակ սուլապիտի սանտուղատի յադու սարըվավ, աստված կուսիրի զարը մի հատի յար է ներվածին, բուլբուլն ասած, վարդիս խատի, Քարեն ներվածի Ինչ է կանում։ Աստված կուսիրի զարը մի հատի յար է ներվածին Հագստացեք ես X Factor-ը չի, ես հումորի լիգան չի կանում։ Զուրջ ես X Factor-ը չի։ Բագրումով ինչ անում ընդ։ Ինչ գորում։ Իվանդա։ Գլումով դու կողնորոշվի, հա։ Չէ X Factor-ն է, եկեք X Factor-ն է, X Factor-ն է, այո X Factor-ն է, ստրվի հանգստի վերին տեղը։ Մենք Զվերապոլիս թիմն ենք, ինքը Գորնա, ես Գուգոնեմ, Խուճուճը Ազատն է հիշեք։ Խուճուճ։ Գուգո խուճուճ ես գնամ մազերս ասեն լզեմ պրտեմ սես հորթի լեզուն վեգան սես հետև սանրեմ ասեք գողական սանրված ստանամ որ դու ինձ ասես խուճուճ Ազատ դու քեզ հայրում ես տեսել Լավ հա Թույն Խուվա Ինչ ես բերանդ բաց է դու ամեն ինչ երկու անգամից ես հասկանում Այսինքն ամեն ինչ երկու անգամից ես հասկանում Հա ճիշտ ես ասում Իդեպ մեր գորը ֆանտաստիկ կարող է Ուղղակի տարբերություն ուրիշ պարողներ, եթե իրանք պարում են գումարի դիմաց, գորը պարում է ուտելիքի դիմաց։ Ապրես հավտան։ Այդ է պատճառը, որ ինքը մի քիչ չաղ է։ Դրա համար մի քիչ չաղ է։ Ո՞վ չաղ։ Դու գոր, դու չաղ ես։ Հա, ճիշտ ես ասում, այ որ երկրորդ անգամ ասում ես, մի անգամ ես գնում եմ։ Լավ, եկեք անցնենք առաջ, եւ ես ուզում եմ հիշեցնել մեր ժյուրիի կազմը, եկեք հիշենք ովքեր մեր ժյուրիի կազմում։ Արման Գևորգյան, հիանալի հումորիստ եւ շոումեն, ծափարություններ։ Անահիտ Կիրակոսյան, գեղեցկուհի հաղորդավարի դերասանուհի, այո, Լուիզա Ներսիսյան, գեղեցկուհի տաղանդավոր դերասանուհի, Մեծ Հայկ Նարեկ, իհարկե, հիանալի рэպեր, Տամարա Պետրոսյան, երաժիշտ, գեղեցիկ, դերասանուհի, երգչուհի եւ իհարկե Արամ Մելիքյան եւ Արմեն Սուկյասյան, ապերով եք դուք։ Չէ, իրոք ես ուզում եմ հասկանամ ով են այս մարդիկ, չէ, մի ձեր բարձրացեք, էլի։ Իրանք են ժողովուրդ, ուղղակի ուզում ենք հասկանանք որտեղ է վերջանում ժյուրին եւ սկսում հանդիսատես էլի։ Չէ, լուրջ ով են այս մարդիկ, ինչ են ժյուրին։ Այսինքն ինչ ես խոսում Գուգո, ինչ կմտածեն մարդիկ։ Դե իվերեք ես չեմ խոսում ամբողջ հայ ազգի ժողովուրդը ամաչում են ասեն, ամբողջ համայ սփյուռքը շանտ ուզում եմ իմանալ ովքեր են այս մարդիկ, ինչ են ժյուրին նստած։ Գուգո մի հատ հանգստացի։ Իրանք այս պրոյեկտի պրոդյուսերներն են։ Ինչ կապ ունի պրոդյուսերը։ Ես կնստեի ժյուրի, ապրեք, դες մարդիկ նստեն ժյուրի։
Մի րոպե էլի։ Գիտես ինչ տաղանդավոր Արամ Մելիքյանը։ Հիանալի երգում է, շատ լավ ջութակահար է, եւ վերջի վերջո հիանալի շոումեն է։ Լսի։ Արմեն Սուքյասյան։ Մոռացել է։ Արմեն Սուքյասյան։ Ապրես Արմեն Սուքյասյանն է տաղանդավոր։ Տաղանդավոր պրոստ։ Արամն է տաղանդավոր։ Արմենն է տաղանդավոր։ Ասում Արամն է տաղանդավոր։ Հանգստացեք։ Այս են ժողովուրդ ջան, այս են ես ինձ ամեն օր զգում եմ ոնց որ գազանոցի պահակ։ Միշտ աղմուկ, լիքը մազ ու ահա որ հոտ է գալիս։ Անցնենք առաջ եւ հիմա պատկերացրեք հավաբուն ակլորը փորձում է սիրահետել հավիկին։ Եկեք պատկերացնենք մոռացկոտ ծերարիստը։ Ալլահ ակբար! Արա նաուշնիկներս։ Կենթայիների խանութում շատ խելացի շունը ցանկանում է որպեսի իրեն գնեն։ Հայ կյանքս, հայ եկել եմ խանութ ուզում եմ քեզ շունիկ առնեմ։ Ոնց շունիկ չես ուզում։ Փիսիկ առնեմ։ Ոնց ալերգիա ունես։ Բա ինչ առնեմ, ծիտիկ առնեմ։ Ուի ոնց ուրախ բան, ուրախ ծիտիկ կառնեմ։ Արա դե կողմնաշ վիչ առնեմ, ձի առնեմ։ Արա, ոշխարը դու ես է։ Ելորիվ մեր հետ ես դարը։ Ոչ եմ, վսյո գնում եմ ռեպեր նանեկի տոմսերից առնեմ։ Շոքա, մամաջան, շատ շոք։ Սաուդյան Արաբիայի բակերից մեկում։ Ջանշոտ Զոլեյդա։ Հա, մամ։ Մատացեք տուն։ Մամ, 2 տոննա էլ նավթ քաշենք ու գանք, հա։ Քնած դժխույն արդեն մի քանի տարի է քնած սպասում էր իր գեղեցիկ սպիտակ ձիով ասպետին, որպեսզի նա գա համբուրի իրեն եւ հանի մշտնջենական տնից։ Տգը դժխույն հա քնած ոնց տենում եք բաչում եմ իմնա Բարե Գուգո Հələ մի րոպե Ինչ է մենակ ինքը շուն խաղում Մարդը լավ է խաղում, ինչ է Ես էլ եմ լավ շուն խաղում, ինչին շանտեղ չես դնում։ Եվ այսպես տիկնակ է պարունակ սկսում ենք ամենամյա ակրաշետ կտրեմ չոբանի շուն սարքեմ մրցանակավաշխությունը։ Ներկայացնեմ շունիկներին, ինձանից աչ կանգնած է ձեզանից ձախ կանգնած շունիկը, ինձանից ձախ կանգնած է ձեզանից աչ կանգնած շունիկը։ Շունիկների տերերն են այս փամպլիկ վայրի պուծելի տերն է Արսեն Գրիգորյանը, ինչպես տեսնում եք շունը տիրոջից հեռու չինգ է։ Իսկ այս գոջի տերն է Եգոր Գլումովը, ահա թե որտեղ են հայտնվում մամայի եփածը համով է հաղորդաշարի ամենօր ուտելիքները։ Եվ միանգամից անցնենք առաջ, առաջին առաջադրանքը այս գազանիկների համար ուշադրություն։ Սիծեց։ Դայլապու,
Молодец, молодец, Գոջիջան։ Անցնենք վայրի պուծելին ուշադրություն։ Դայ լապո։ Ապրես, հանգստացի, ասնենք առաջ հաշիվը հավասար է ուշադրություն, հաջորդ առաջադրանքը տեսնենք ինչպես ենք ուտելիք ուզում, ուշադիր բալես, ոզի, հետաքրքիր ասնենք առաջ, պուծել ուշադիր պետքա կրես, ոզի, Գոնեն Իվանով ողջելի նույն որոշ լավն է, և վերջի առաջադրանքը ուշադրություն, Голос! Хорошо, голос, если честно. The voice is просто голос. Ушадир. Голос! And I will always love you. Ֆանտաստիկ էր, դե ինչ այսօրվա առաջնությունը ավարտվեց ոչ ոքի։ Ձեզ հետ Վերապոլիս թիմներ, իսկ եթե դուք հավանեցիք այս երկուսին, խնդրում եմ Զաքերի համար նախապես ինձ Պոլիս, երկու, իմացա, որ շուն ունեմ ամել։ Գորի շանարանը պտ իլնի գոր, ուրիշ։ Անահիտ։ Ես էր լեսվով երևի ասեմ։ Պեչելի, արավոտմանից սոված են չենք։ Միաու, ես ձեզ շատ սիրեցի։ Որ ասում եք։ Դուք իմ ամենասիրած կենդանիներն եք։ Ապրեք, իսկապես ապրեք, ես դե ձեզ վաղուց եմ ճանաչում, այսինքն բեմահարթակին տեսել եմ տարբեր հումորային պրոյեկտներում, միշտ պլանկան պահում եք ու միշտ շարունակեք ավելի բարձրացնել, շնորհավորում եմ, Զաքարը։ Մերսի։ Ես ձեզ քաղաքից եմ ճանաչում, շատ եմ տեսել ուղղակի փողոցում, տենց դրա համար։ Խնդրում եմ, որ փողոցում տեսնում եք ինձ զանգեք, էլի։ Իրանց որ տեսնեք համար է լինում հիմնականում ստեղ, զանգեք։ Լավ, չհասկացան շուտ կեն անցած առաջ։ Չէ, համարը չհասկացա, թե շուտ կան հասկացա։ Իմ համարն է լինում, որ իրանք փողոցում են լինում, իմ հետ չեն լինում։ Աշենիչի վրա ի նկատի ունի ինքը։ Մեր հաջորդ մասնակիցը արդեն կարծես թե մտնում է ներս։ Բարև ձեզ, եկեք, վայ, ես ինչ պուճուր համով աղջիկա, ինչ եք անում այստեղ, ինչի մասին եք կատակելու։ Այ հենց այս ամեն ինչի մասին։ Իսկ ինչ ոճում։ Stand-up։ Շնորհակալություն, ինչ որ մեկին ուզում եք հայտնել։ Շնորհակալություն եմ հայտնում մամային, պապային։ Ես էլ, ձեր մամային և պապային։ Բարի ճանապարհ։ Շնորհակալություն ենք հայտնում պուճուր աղջիկա մամային և պապային։ Բարև ձեզ։ Ես Լուսինեն եմ։ Առաջին հայացքից շատ սովորական աղջիկ, բայց ես ունեմ մի առանձնահատկություն։ Այս քաշիս ու բոյիս ես 24 տարեկան եմ։ Գիտեք, պահ կար, երբ տղաները երկար ու երասկոտ հայացքով նայում էին ինձ։ Ես շատ էի ուրախանում, որովհետև մտածում էի սիրահարվել են, բայց ես հետո հասկացա, որ իրենք իրականում երազում են իմ քաշն ու բոյն ունենան բանակից ազատվելու համար։ Այս շատ աղջիկներ բողոքում են իրենց քաշից։ Չաղերն ուզում են նիհարել, նիհարներն ուզում են չաղանալ, իրենց հետաքրքրում են կիլոգրամները, ինձ համար կարևոր են միայն սանտիմետրերը։ Չէ, ուրիշ բան մի մտածեք, իմ բոյի սանտիմետրերի մասին է խոսքը։ Այ օրինակ անձնական հարաբերություններում էլ ինձ հետ շատ հեշտ է, քանզի գիտենք, որ շատ աղջիկներին դուր է գալիս, երբ իրենց նվիրում են իրենց բոյի վարդ։ Իմ ամուսինը ինձ ինչ վարդ էլ նվիրի, իմ բոյին է։ Նույնիսկ տակից մի քիչ կարճացնում ենք, որ գա հավասարվի իմ բոյին։ Լավ, եկեք բոյս տնենք մի կողմ։ Ես շատ թեթև եմ, շատ։ Գիտեք, քանի անգամ եմ իմ հորանջող լեննականցի պապիկի բգին կանգնել։
Մի մտածեք, որ ես միայն բողոքում եմ, չէ, այս ամենն ունի նաև իր դրական կողմերը, այ օրինակ ես շատ գումար չեմ ծախսում լողավազանների ու լողափների վրա, չէ, մեր տան վաննան, այսենց չէ, այսենց հերիք է, նույնիսկ ամուսինս բույոկներ ա դրել, որ այդ վաննայի սլիվի մոտ չգնամ, էլի գլուխս ուտեմ։ Ես նաև շատ գումար չեմ ծախսել իմ հարսանյաց գեստի վրա, չէ, բախտս բերեց, որ փոքր ժամանակ մանկապարտեզում փերի դեր էի խաղացել, այդ շորներ հակա։ Այ ես նկատել եմ, որ տղաները ուզում են, որպեսզի իրենց ընկերուհիները լինեն իրենցից կոլոտ։ Դե ես այդ պրոբլեմը չեմ ունեցել, բոլոր տղաները ինձ համար պոտենցիալ ընկերներ են եղել մինչև ամուսնանալը։ Ասեմ ավելին, եթե ես ցանկանայի իմ բոյի կամ ինձանից ցածր բոյով տղայի հետ ընկերություն անել, ապա այդ ցանկությունը կպատժվեր ՀՀ օրենսգրքի 141-րդ հոդվածով որպես մանկապղծություն։ Մեկա չեմ հասկանում այդ տղաներին, ովքեր ուզում են, որ իրենց ընկերուհիները լինեն իրենցից կոլոտ։ Հասկանում եք, նույնիսկ կենթանական աշխարհում ամեն ինչ համաչափ է։ Ընձուղտը սիրում է ընձուղտին, բեգեմոտը բեգեմոտին, չի կարա ընձուղտը սիրի բեգեմոտին, իսկ գորիլան խամյակին, առյուծը չի կարա սիրի, չնայած առյուծը ուզի, երբ ուզի, որտեղ ուզի կարա սիրի, չնայած երկրում իրավիճակա փոխվել։ Եվ վերջում, սիրելի աղջիկներ, կարևոր չէ դուք գերեք թե նիհար, բոյով եք թե կոլոտ, սիրեք ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք, բայց մեկը ես այդ բոյով աղջիկներից զզվում եմ։ Շնորհակալություն։ Աղջնակ կարմիր խորանարտիկի վրա։ Ոչ Պիկասո, բայց աղջնակ։ Օ, 3, 2, 2.5, կեսը գոնե, 2.5 ասում եմ։ Իրականում ես նույնպես ցանկացա կանգնել առանձնահատուկ օրիգինալ տարբերակ ունենալու համար։ Եկեք ցափահարենք։ Իսկ ես կարծում եմ, որ թիմային ելույթ անելը շատ ավելի հեշտ է, քան միայնակ, եւ որպես միայնակ, ցածրահասակ, բայց վերևին ձգտող աղջնակ, իհարկե ուզում եմ աղջիկների կողմից լինել, այո։ Ես էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որտեղ մեր իրականության մեջ կինը եւ հումորը մի քիչ անհամատեղելի է այդ համարձակության համար։ Հուսամ, որ հաջորդ անգամ մի քիչ ավելի մեզ ուրիշ թեմաներով էլ կզարմացնես ու կողոքորես։ Բարի, չկանգնած ժյուրի անդամները բան ունեն ասելու։ Տոմա, ունեք դուք ինչու չկանգնեցիք։ Նարեկ ուղակի բոյով ա դրա համար չի կանգնում, որտեղ նոր խոսում են։ Նարեկին չեմ էլ հարցնում, այո։ Մի հարցրա։ Այո, այո։ Նարեկը կարող է խոսալ չգիտի, մենակ բիտեր պիտի լինի, որ ասա այդ մարդը, էդ էլ կա։ Տոմա, դուք եւ Թամարան, ինչ կասեք։ Հիմա մի հարց էլի, պարոն Վարող։ Ներքևում ձախի վրա է, բայց աղջիկին է կմտնեք։ Դա գիտեմ, վերևի մասին է խոսքը։ Իրականում, որ 3 հոգի չենք քվեարկել, 3 հոգի քվեարկել։ 3 չէ, 2.5։ Դե, ինչ որ այա հիմա։ Նշանակում է, որ Լուսինեն անցնում է Այն տամբուրը էլի, որ սպասում են բոլորը։ Սպասողական։ Ուրեմն ես անհամբեր քեզ այնտեղ սպասելու եմ։ Իմացա Լուսինե։ Դե ինչ տիկնակ եւ պարոնենք, փաստա բանենք եւ փաստենք, վերջը, որ Լուսինեն մեր ոչ միայն միակ եւ գեղեցկուին է 1.24 1.56 1.56 Այլ նաև առաջին մասնակիցն են, որը որ կլինի այն սպասողական իրավիճակում եւ կիմանա թե ինչ է կատարվելու իր հետ 1/8-ներից հետո։ Պարզ է։ Չնեղվես։ Ժամանակն է ներկայացնելու ձեզ մեր այսօրվա վերջին ելույթը եւ ես համոզված եմ, որ դա ձեզ դուր կգա։ Կամ ավելի ճիշտ ասած, նրանք ձեզ դուր կգան։ Ուշադրություն դեպի էկրան։ Հաջորդ մասնակիցները, մասնակիցներ,
Մասնակիցներ, մտեք, մասնակիցներ։ Վայ, ես դուք եք մասնակիցները։ Ձեր թիմի անունն է։ Իմ Սմայլը Դաշինք։ Այդքան փոքր եւ դաշինք։ Այո։ Դե ինչ, ում եք ուզում հայտնել շնորհակալություն երեխաներ։ Քանի որ մեր թիմը ներկայացնում է Trio Studio-ն։ Ըստ երևույթի։ Շնորհակալություն ենք հայտնում Trio Studio-ի ղեկավարին Ռիփսիմե Ելինյանին։ Եվ Գրիգոր Դանելյանին։ Վաու, շատ բարի։ Դե ինչ, ես եմ հայտնում շնորհակալություն այդ հիանալի անձնավորությունների։ Իմիջայլոց մեր թիմում է խաղում հայտնի դերասան Գրիգոր Դանելյանի երեխան։ Հա? Ո՞վ է Գրիգոր Դանելյան երեխան։ Հույսով եմ, որ մամաներն են համաձայն դրա հետ։ Գնացեք։ Невидимо. Посмотри на мир наш удивительный. Ողջունում եմ Հայաստանի հպարտ փոքրիկներին։ Այսօր մենք հավաքվել ենք որպեսզի վերջ տանք տասնյակ տարիների ընթացքում կուտակված հումորը օլիգարխիկ համակարգին։ Ինչու հումորի մեջ կոլակների սիծաղելը պետք է լինի միայն հավո։ Մենք պետք է գրավենք անեկդոտների ոլոլորդը։ Ստենդափի ոլոլորդը։ Մենք ունենք հստակ ծրագիր, որն ուզում ենք ներկայացնել ձեր ուշադրությանը։ Տարիներ շարունակ մեր հումորային դաշտը թաթախված է եղել գրեգ և 18+ հումորներով, բայց մենք կմաքրենք այդ աղբը և կլուծենք աղբանության խնդիրը։ Մենք կբարձրացնենք բոլոր թոշակառուների տրամադրությունը։ Ինչպես գիտենք, ծիծաղը երկարացնում է մարդու կյանքը, օրինակ մեր մհերը տեսքից շատ ջահել է երևում, բայց իրականում 70 տարեկան է։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ, էլի մեծ մարդը ծանր է լսում, տեսեք, մի քիչ բարձր եթե կարելի է։ Մենք կվերացնենք հումորի մոնոպոլիան, այսուհետ հումոր կարող է ներկրել բոլորը։ Ինչու մենք չենք կարող զբաղվել հումորով, իսկ մեր տարիքի երեխաները կարող են դառնալ մարզպետեր կամ էլ նախարաններ։ Իջած կլինած փոքր նախարարը։ Արամեն նախարար, Արամեն նախարար, Полетим искать цивилизации. Ինչու հումորիստը կարող է դառնալ քաղաքապետ, իսկ մենք չենք կարող դառնալ հումորիստ։ Նուն է ոնց է, նուն են։ Արամե, շմայս չի սմայլա։ Գեցեն հումոր, որ վաղն է գալու։ Իսկ այժմ տեղափոխվենք հանդերձարան։ Չենք ուզում։ Չենք ուզում մերակ մեզ մոտ կան։ Տաղիրան մեզ մատավ չկմնենք։ Երեխեք ջան, խնդրում եմ էլի վերջին անգամ իրար հետ դարժ դուզ գանք ու վերջ։ Եթե տեսել եք Benjamin Button ֆիլմը, ապա այդ ֆիլմում մարդիկ ծնվում են ծեր և մեծանալով փոքրանում են։ Եկեք պատկերացնենք, ինչ կլիներ, եթե իրականում այդպես լիներ։ Դեպք ծննդատանը։ Ռուսալ տղայա թե աղջիկա։ Դե բերտեն է բալիս։
ասում, տղոց, տղա են ծվում, հլը պեր պասպորտը տենամ։ Այժմ մանկական նորություններ։ Դավիթի ծնողները հայտնում են, որ իրենց տղան 3 օր առաջ դուրս է եկել 40-ից և չի վերադարձել։ 3 տարեկան Հակոբիկը չարասահելով անհայտ ծագմամբ հայկական լիմոնադը փչացրել է ներքևի հարևանի ռեմոնտը։ Դժբախտ պատահար է տեղի ունեցել խաղահրապարակում։ Փոքրիկ թաղային հեղինակություններից մեկը սղարանով բրոցի վերսղում։ Աշխատակցի երեխան կարողացել է գաղտնալսել պահակի և դայակի խոսակցությունները։ Վերջերս խաղալիքի խանութում 3-ամյա Գագուլիկը սպառնացել է իր ծնողներին, որ կպայթեցնի հագի պամպերսը, եթե իրեն չգնեն կարմիր ռենջեր։ Ամբողջ ամառ տատիկի ու պապիկի հետ անցկացրած 3-ամյա Աշոտիկը սկսել է բողոքել երկրից, հասկանում ազակատից և սկսել է ճնշում չափել։ Մենք փոքրերս մեծեր մոտ շատ բան ենք նկատում, բայց չենք արտահայտվում, այժմ մենք ասենք այնինչ գիտենք։ Հարգելի մեծեր, ինչու եք դուք մեզ սովորեցնում չստել, բայց դուք ինքներդ միևնույն ժամանակ շարունակում եք նման բաներ արտահայտել, օրինակ Բոլես քեզ արագիլն է բերել։ Այս կաղամետ չենք տել։ Հարգելի մեծեր, ինչու եք դուք մեր վրա բարկանում, եթե մենք մեր հագուստը ճղում ենք, բայց միևնույն ժամանակ ճղճղած հագուստ եք հագնում։ Ես չեմ հասկանում, ինչ եք մեր բերանը դնում գարաժի տեղ, գտալը վերցնում ու ասում։ Այդպես լավ չի, մի հատ է վրեն գրեք դիմաց չկայանել։ Ինչու եք մեր քունը միշտ հարամանում։ Հիմա լավ կլինի գիշեր ժամը 2-ին մամային ասեմ, մի հատ հորս մեր սիրեմ, այնո պապանը։ Ինչու եք մեզ խաբում, ասում ջուրը փոքրին է, բայց ծախել եք ֆրանսիացիներին։ Եվ ամենակարևորը, դուք մեզ միշտ ասում եք, որ մենք ձեր ապագան ենք, բայց քանդում եք մեր խաղահրապարակները և սուպերմարկետներ կառուցում։ Եվ ամենակարևորը, ինչպես հայտնի է, դու չես ընտրում քո ծնողներին, դու չես ընտրում քո հայրենիքը, և մենք պարտավոր ենք սիրել և թե մեկը, և թե մյուսը, այնպես որ մենք սիրում ենք ձեզ։ Իմ սմայլ դաշիկ, երկրում իրավիճակ է փոխվել, սա մեր ապագան է, ժուրի, կանգնած ծափարում եք, թե կանգնե ու կանգնել եք, կանգնե ու կանգնել եք, դուք ասնում եք հաջորդ փուլ, բայց մի րոպե, բա լսեք, կարող է բան ունեն ասելու մեծերը դեմ։ Երեխաներ, մեկ-մեկ մեր ծրագրի ժամանակ մեծերին լսել է պետք։ Մեծեր, խնդրում ենք։ Կարող եք նստել։ Այո, իսկապես ինչպես ասաց Գորը, նրանք մեր ապագան են եւ հրաշալի ապագա ունենք, եկեք եւս մեկ անգամ ծափահարենք։ Թե ասելիքը, թե կատակները բարձր որակի եւ բարձր մակարդակի էին։ Ապրեք շատ երեխաներ ջան, դե բնականաբար ձեզ դուք ինքներդ չեք անում դա, ինչը որ այսօր բեմահարթակից օգնողներ ունեք, բայց ապրեն նաև ձեր օգնողները, որ իսկապես համահունչ է, ամեն բան, ապրեք, թե մատուցումը, թե կատակները, բրավո։ Ես դեռ ընթացքում էի կանգնել, չէի Անեիք, ես զարմացած եմ, որ չես լացում։
Չէ, իրականում այս դուք իմ smile-ը դաշինքն եք եւ կարծում եմ մեր բոլորի մոտ այդ smile-ը եղավ այս պահին երեխեք ջան։ Շատ ապրեք եւ կեցցե այն հումորը, որ վաղն է գալու։ Ես կարծում եմ այս ելույթից հետո դարիճում բոլորը հասկացան, որ դրանք մեր ապագան չեն, դրանք մեր ներկան են, որտեղ այնպիսի թեմաներ էին շոշափում, մի խոսքով շնորհավորում եմ ձեզ, կուզեի, որ երկրում այնպիսի իրավիճակ փոխվեր, որ հումորի ու ծիծաղելու առիթ հանդիսանար ուրիշ թեմաներ, որոնք ձեզ ավելի մոտ կլիներ, բայց այս դեպքում էլ ունենք են ինչ ունենք։ Ես որպես մանկավար Համել Այո, իրականում, որովհետև մի փոքր փորձ եմ ունեցել աշխատել երեխաների հետ, բայց այսօր հասկացել եմ, որ իրականում դուք եք մեզ հետ աշխատում, որովհետև ահագին բան ունենք ձեզանից սովորելու, սկսած ինձանից, վերջացրած ինձանով, բոլորով, ապրեք դուք երեխեք։ Բրավո։ Полетим искать цивилизации. Այո, իրականում լավն էիք, շատ։ Մի հատ եկեք բարձր, էլի շատ բարձր ծափարենք մեր երեխեքին, ֆանտաստիկ է։ Ես Այ ռիթմա ուզում։ Ես իրոք անսահման չգիտեմ, սենց էմոցիաներ եմ վերապրել, որովհետև տեսել եմ ոնց կարան այս տարիքի փոքրիկները այս տիպի պրոֆեսիոնալ լինեն ու այս դեպի էմոցիաներ փոխանցեն մեզ։ Որ մենք սենց բիթը զգանք ու զգանք, որ իրանք մեր հիմա դիմաց կանգնան։ Նարեկին տվեք միկրոֆոնը։ Դե ինչ, սիրելի մեծեր, վերադարձեք երեխաներին իրենց ջուրը։ Շնորհակալություն։ Մեկնարկը տրված է, հումորի լիգան ծնվեց Հայաստանում, շնորհակալություն բոլոր այն մարդկանց, որոնք որ ներկա են այս առաջի ծննդաբերմանը, շնորհակալություն հումորի լիգայի ծնողներին, Շան TV եւ իհարկե Funny Man Production, բուրըն ծափարություններ, շնորհակալություն մեր հիանալի ժյուրի անդամներին, որոնք դեռ ժյուրի անդամներ են, բայց կար այդ վերջին կարճ խոսքը դեռ, ինչ է նշանակում դա, կիմանաք հետո, 1 շաբաթ անց, 2 շաբաթ անց, 3 շաբաթ անց, անպայման մեզ դիտեք ամեն շաբաթ։ Այսօր ելույթ ունեցած թիմերից առաջ են գնում Պաշտպանության նախարարության թիմը, բուրըն ծափարություններ։ Թիմ, որը եկել Արցախից հատուկ Թոմայի համար, նաև Հարսանիք լեռներում գնում է առաջ։ Արնոլդ Արոնյան թիմն է գնում առաջ։ Զվերապորից թիմն է գնում առաջ։ Իմ Սմայլ Դաշիկն է գնում առաջ։ Երկու մասնակիցները, մեկ թիմ և մեկ մասնակից սպասման ռեժիմի մեջ են, Լուսինեն, փոքրիկ Լուսինեն և սիրարված Մաշմենյան։ Դե ինչ տիկնայք և պարոնայք, կարծես թե այսօր այսքանը, անպայման դիտեք մեզ 1 շաբաթ անց և առհասարակ հիշեք, որ եթե ունեք հումորի զգացմունք կամ զգացողություն, ուրեմն ձեր կյանքում ամեն ինչ կլինի ավելի լավ, քան եթե չունեք հումորի զգացմունք կամ հումորի զգացողություն։ Այսօր այսքանը կտեսնենք։